Բարի լույս, խաղաղ երկինք, Աստծո սերն ու լույսը անպակաս լինի ձեզանից, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, այս գեղեցիկ վարդերին տեսեք, սրանք էլ պետք է վաղը քաղեմ, բերեմ ծաղկամանի մեջ դնեմ, այս սիրուն գեղեցիկ հիասքանչ վարդերը կոկոմ են տվել նորից, բայց անձրևները խանգարում են, այստեղ էլ խոր աշուն է, տեսնում եք, արդեն կարմրել է, հլը տեսարան տեսեք, ինչքան գեղեցիկ է, հիասքանչ է, բնության գեղեցկություն, արդեն մաքրած է, պատրաստ է, որպեսզի վարենք և թողնենք գարնանը պատրաստ լինի, մեխակներս էլ են լավ ջերմոցի կողքը աճում, այստեղ մի քիչ գործեր ունենք հավաքելու, հիմա գնանք խոհանոց, ձուկ եմ այսօր պատրաստելու, սիրելիներս, իսկ հիմա պատրաստում եմ իշխան տեսակի երկու ձուկ, որը արդեն լավ լվացած է և աղած, հիմա մասերի եմ բաժանում, հեռացնում եմ լողակները, ուտելուն հարմար չէ, եթե դուք չեք ուզում մի հեռացրեք լողակները, հիմա այսպես մասերի կբաժանեմ, ընտիր իշխան ձուկ է, հետո կանցնեմ պատրաստման եղանակին, պատրաստելու եմ բանջարեղեններով, նախօրոք լվացել եմ, կարտոֆիլը մաքրել եմ, պատրաստելու եմ կարտոֆիլով, սոխով, պղպեղներով, լոլիկով, չորացրած թարխունով, սև պղպեղով, դափնու տերևով և աղով, հիմա սկսենք կտրատել բանջարեղենները, սկզբից կկտրատեմ կարտոֆիլը, ասեմ, որ շատ բարակ չեմ կտրատում, որովհետև եթե շատ բարակ կտրատեմ, կարտոֆիլը կփխլվի ձկով խաշլամայի մեջ, և ես չեմ ուզում, որ հալված լինի կարտոշկան, ուզում եմ, որ լինի ամբողջական կլոր, այդպես համեղ է և գեղեցիկ, հիշում եմ լուսահոգի հայրս ձկան խաշլաման պատրաստում էր թարխունով և թարմը տերևի ճյուղերով կամ էլ չորացրած մատերը, որ կտրում ենք, այդ մատերով, լիմոնի փոխարեն թթվությունը խաղողի ճյուղերով էր տալիս, շատ սիրում էր ձկան այս տեսակի խաշլաման բանջարեղեններով, հիմա կարտոֆիլը ավարտեցի, նորից շրջանաձև կտրատում եմ սոխը, ինձ մոտ շատ խոշոր չի, միջին է և հավեսին էլ կտրատվում է, մեր բանջարանոցի սոխն է, ասեմ, որ շատ կծու չի, միշտ կտրատելուն ասում են, որ մեր սոխը շատ համեղ է, շատ կծու չի, սոխն էլ հիմա կվերջացնեմ, այս կոշտ մասերը հանում եմ, ջուրն էլ դատարկ եմ, որ լվացել լցրել եմ, արդեն ջուրը նստել է ափսեի մեջ, այսպես ձեռքով բացում եմ, կարող ենք չբացել, եփելու ընթացքում արդեն ինքնըստինքյան սոխերը բացվելու են, առանձնանալու են իրարից, սոխերն էլ վերջացրեցի, հիմա պղպեղներն եմ կտրատում, ոչ մանր, ոչ էլ շատ խոշոր, միջին չափսի, այսպես, բարակ կիսալուսնաձև, բարակ, սա կծու է, թող մնա, վերջում կդնեմ, կարմիր պղպեղն էլ շատ համեղ համ է տալիս և եփելու ընթացքում անուշ բուրում է, կարմիր պղպեղով ճաշատեսակները, ապուրները, աղցանները շատ եմ սիրում, համը ուրիշ է լինում,
Ահա, սա այսպես տեղավորեմ և շարունակեմ կտրատել։ Սա էլ վերջացրեցի, հիմա լոլիկը կկտրատեմ։ Ճիշտն ասած, որոշել էի լոլիկի կեղևը հեռացնել, հետո ասեցի լավ, կեղևով կդնեմ։ Ճիշտ է, եփելու ընթացքում կեղևը լոլիկը արդեն լրիվ փափկում է և տեսքը կորցնում է, բայց լոլիկով շատ համեղ է լինում։ Երկու լոլիկ եմ ընդամենը օգտագործում, այս մասը հանեմ։ Լոլիկն էլ վերջացնեմ, սկսեմ արդեն շարել։ Հիմա տեսեք որդիս ինչ դափնու տերև է թարմը գնել, այդպես կախել եմ, հիմա մի քանի հատ վերցրեցի, առաջի շերտը լոլիկ եմ լցնում, կարող ենք առաջի շերտը կարտոֆիլ դնել, քանի որ ես ջրով չեմ եփելու, դրա համար լոլիկները առաջի շերտը շարեցի, մի քիչ թարխուն չորացրած, հետո սոխն եմ լցնում, պղպեղները, կլոր սև պղպեղը և դափնու տերև, կարտոֆիլ, հիմա կարտոֆիլի շերտը և բանջարեղենի շերտերը աղով համեմում եմ, ընդհանրապես շարովի, թե մսի խաշլամա, թե կարտոֆիլի խաշլամա ես աղ եմ անում տապակների վրա շերտ-շերտ, շարում եմ աղած ձուկը, սիրելիներս ես ձկան սիրահար եմ, թոռնիկներս էլ, ամուսինս էլ, տղաս ոչինչ, հարսս այսպիսի ձկներ չի ուտում, միայն ժարի տարած և խորոված արածից, ես շատ սիրում եմ, բայց որ Հայաստանում էինք չկարողացա ուտել, ոչ մի բանից չօգտվեցի, այս տարի էլ այսպես ստացվեց, ոչինչ, մյուս տարի եթե գնամ, տա Աստված առողջություն լինի, կհամտեսեմ, սա էլ վերջի կտորն է, տեսնեմ կարող եմ տեղավորել, շատ մեծ ձուկ էր, ամանն էլ փոքր, իսկ հիմա չեմ ուզում ուրիշ ամանի մեջ տեղավորել, որ նորից այս ամանը պետք է լավ քացախով լվանամ, 100 անգամ պարզաջրեմ, որ ձկան հոտ չգա, հիմա լոլիկն էլ շաղ կտամ, այսենց հավասին, շատ եմ արել, որ ջուր չլցնեմ, վերջ, լոլիկն էլ վերջացրեցի, կարտոֆիլ մի շերտ նորից, կարտոֆիլը երեխաները ուտում են, շատի դեպքում էլ համեղ է ստացվում, իսկ մնացած բանջարեղենները չեն ուտվում, ուղղակի համու հոտ են տալիս ձկան խաշլամային, դնեմ կծու բիբարը, մնացածները լցնեմ քաղցր, մի հատ քաղցներ 2 կես եմ արել, չեմ էլ մանրացրել, այդպես էլ դնելու եմ, մնացած սոխերը լցնեմ կտրատած,
Արդեն ֆինիշն ենք հասել, վերջն ենք դասավորում եմ, վերջացնեմ։ Շարեցի, վերջացրեցի, հիմա լցնեմ մի հատ դափնու տերևը նորից վերևը դնեմ, սև կլոր պղպեղ, համեմ եմ մի քիչ աղով, շատ չեմ լցնում, մեր մեծերն ասում են ամեն մի ձուկը մի բուռ աղ է վերցնում, դա այդպես չէ, մի անգամ արել եմ, շատ աղի եղել, վերջում թարխունը և կդնեմ գազօջախին եփելու։ Ձկան խաշլամային ավելացնում եմ մի կտոր կարագ, բերանը կծածկեմ, թողնեմ, որ եփվի։ Արդեն 20 րոպե եռում է ձկան խաշլաման բանջարեղեններով։ Հիմա 10 րոպե էլ կեռացնեմ, կանջատեմ։ Արդեն պատրաստ է ձկան խաշլաման բանջարեղեններով։ Տեսեք ինչ գեղեցիկ տեսքով, համ ու հոտով բանջարեղեններով խաշլամա պատրաստեցի։ Սառի մատուցեմ, արդեն մատուցում եմ։ Տեսեք ինչ գեղեցիկ հատիկ ստացվել է, ձուկն էլ չի մշրվել։ Դե մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, ցտեսություն։